Գավառի Գրիշա Աբրոյանի անվան մարզադպրոցում կայանում է բռնցքամարտի մրցաշար՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի։ Հուշամրցաշարի անցկացման նախաձեռնությունը մարզադպրոցինն է, իդեմս բռնցքամարտի մարզիչի և իրականանում է Գրիշա Աբրոյանի որդիների աջակցությամբ։ Մրցաշարը մեկնարկում է 1 րոպե լռությամբ, ապա աղոթքով։ Հուշամրցաշարը առաջին հերթին հարգանքի և ոգեկոչման արարողություն է։ Ես ուզում եմ Աստծուց հայցով դիմել, որ մեր Տերը հեռու պահի մեր ազգին, մեր ժողովրդին, առհասարակ ամբողջ աշխարհին բոլոր պատերազմներից ու արհավիրքներից և մասնավորապես մեր հայոց աշխարհը և մեր գեղամա աշխարհը խաղաղ և բարոր կյանքով ընթանա և նոր ձեռքբերումներով ու հաջողություններով կազմակերպի իր համայնքային և առօրյա կյանքը։ Հուշամրցաշարին մասնակցում են բռնցքամարտիկներ Վանաձորից, Իջևանից, Սևանից, Վարդենիսից, Գավառից և Կարմիր գյուղից։ Մարզական միջոցառումն անցկացվում է կրտսեր, ավագ և երիտասարդ տարիքային խմբերում։ Կան լավ երեխաներ, հանրապետության առաջնության մասնակիցներ, միջազգային մրցաշարերի մասնակիցներ և մոտակորերին մասնակցում են կրտսեր տարիքի պատաների Հայաստանի Հանրապետության առաջնությանը և դրանից հետո կմասնակցենք նաև երիտասարդների առաջնությանը, որը տեղի ունենալու Երևան քաղաքի Դինամո մարզական հասարակական կազմակերպություններում։ Ըստ տարիքային խմբերի 3 ռաունդ, կրտսեր տարիքը 3 ռաունդ 1 րոպե կես տևողությամբ, ավագ տարիքը 3 ռաունդ 2 րոպե տևողությամբ և երիտասարդները 3 րոպե 3 ռաունդ տեղողությամբ 1 րոպե հանգստի սահմաններում։ Մարզական տարբեր միջոցառումներին մասնակցելը պատանի և երիտասարդ բռնցքամարտիկներին հնարավորություն է տալիս կատարելագործվելու նրանցից շատերի համար յուրաքանչյուր մրցաշար ճանապարհ է դեպի մեծ սպորտ և առավել լուրջ հաջողություններ։ Մենք եկել ենք Իջևանից մեր թմով, մենք 7 հոգի ենք։ Ես արդեն գրավել եմ առաջի տեղ և ցանկանում եմ, որ մեր թմի երեխաներն էլ գրավեն առաջի տեղ։ Ես հույս ունեի, որ պետքա գրեի ու այդպես էլ եղավ։ Ես շատ եմ չարչարվել այսօրվա համար։ 3 տարի ես զբաղվում եմ բռնցքամարտով։ Հակառակորդս լավ մարզված էր։ Դե ես էլ այն որ շատ լավ պարապել էի։ Ճիշտ է, վստահ չէի, որ կհաղթեմ, բայց դե պարտությունը նոր հաղթանակի սկիզբն է, ամեն մի փորձը, երբ որ հակառակորդդ ուրիշ է լինում, արդեն հասկանում ես, մի հակառակորդդ կարող քեզնից ուժեղ լինի, մեկը թույլ, մեկի հարվածները կարող թույլ լինի, անցումները լավ անես։ Յուրաքանչյուր մենամարտից հետո բռնցքամարտիկներն արժանանում են համապատասխան կարգի հավաստագրերի և հուշամեդալների։ Հուշամրցաշարի կազմակերպիչներն ու աջակիցները հուշանվերներ են պատրաստել նաև Գավառ խոշորացված համայնքից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների համար, որոնք մրցաշարի պատվավոր հյուրերն են։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։